համահայկական աշխարհագրականը ներկայացնում է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, առաջին ալիքի եթերում մերոնք ծրագրի հերթական թողարկումն է, եւ այն այսօր նվիրված է Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանին։ Սրբազան հայրը ավարտելով դպրևանքի 9-ամյա կրթությունը ձեռնադրվել է կուսակրոն աբեղա։ 2018 թվականին նորին Սուրբ Օծություն Տեր Արամ I կաթողիկոսի ձեռամբ Անտիլիասի մայր օծվել է եպիսկոպոս։ 1 տարի անց ընտրվել Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հայոց թեմի առաջնորդ։ Հազար 983-ին գծնիմ բարեբաշտ համեստ ընտանիքի մը 5-րդ զավակի անդամ մնալով։ Մայրս եղած է հայերեն լեզվի ուսուցչուհի, հայասկային եփրատ վարժարանին ներս, որ գործե Կամիշնի մեջ, հայրս ալ արհեստավոր, իր արհեստն եղած է դերձակ, հմուտ դերձակ է արդեն 60 տարիներ է եւ այդ գործը մինչեւ օրս կշարունակե։ Մանկությանս ամենաուշակրավ պատմություններեն մին եղած է, որ 6 ամիս առանց անունի մնացած եմ, որովհետև ծնողներս ատկան ասկասեր եղած են, որ ուզած են զուտ հայկական արմատներ ունեցող անունով մը գոչել զիս, և 6 ամսվա բրբդումներեն ետք, հագարագային իրողության, որ հայրս փոքր դարիքեն պայմաններու պերումով չէ գրծած դբրոց հաջախել և գրել գարտալ չի գիտեր, բայց 6 ամիս բրբդումները ետք գորոշե որ անունս լա Ուրարդու։ Չեմ հանդիպած երբեք լա Հայաստանի մեջ կամ Սփյուռքի մեջ այս անունին, յուրահատկություն մներ, և ուրախ եմ, որ այդ Ուրարդու անվանում, որ հոբարդությամբ կգրեի, նաև ստացավ օձումես ետ գուսագրոն կահանայական օձումը առաքելությունը կյանքի ասպարեզն էդվել է ետք, ուրիշ պատմական և մեր հայոց պատմության նշանավոր դեմքեր են մին Մեսրոպ անունը վերագրելով, որ մեր հայոց լեզվի այփուպենի ստեղծիչն է, երկու պատմական անուններեն մեկնած ասկային ու եկեղեցական բարձր արժեքներով ապրած եմ մանկությանս ժամանակաշրջանը Կամիշլիի մեջ, եղած եմ մի քիչ չարաջիջի մանկություն մանցուցած, ունեցած եմ 3 քույր և 2 եղբայր, հայրս միշտ ուզած է, որ իր չանքերով, ծևով մահայության տիվը շացն է և 6 զավակով պախտավորված է։ Եղած եմ շատ քիչ եկեղեցի աջախող մանկությանս ընթացքին, ավելի հետևած եմ սկաուտական խումբին և անդամ դարձած եմ Կամիշլիի Հոմետմենի փողերախումբին, երկար տարիներ նաև այդտեղի դարբեր նվագարաններ, փողերային նվագարաններու չեմ հմուտ, բայց մասնակցությունս բերած եմ դարբեր արիտներով։ 1997-ին ընդունվիմ Մեծդան Ընկիլիկ յուղատողեկոսության դպրևանքեն ներս, որպես նախապատրաստականի աշակերտ, և 9 տարիներու ընթացքին կհետևիմ դպրևանքի յուրահատուկ ուսումնական ծրագրին և 2006 թվականին գուսագրոնության պաշտոնը կստանձնեմ վերանվանվելով Մեսրոպ աբեղա։ Եվ այդ թվականին մինչև 2013 թվականը շուրջ 7 տարիներու վրա երկարող ժամանակաշրջանին եղած եմ նորին Սուրբ Օծություն Տեր Արամ I կաթողիկոսի գավազանագիրը, բնականաբար անոր գողքին նաև վարած եմ այլ պաշտոններ կաթողիկոսարանեն և դպրևանքեն ներս, օրինակի համար դպրևանքի մեջ եղած եմ կրապար լեզվի և հայոց պատմության նյութի դասախոս, հետևած եմ 2006-2007 թվականին արաբական գրականության Լիբանանի պետական համալսարանեն ներս, 2011-2013 Սուրբ Հոգի համալսարանեն ներս Կասլիկի շրջանի մեջ գտնվող եղած եմ ուսանող աստվածաբանության և իսլամագիտության, սակայն պայմաններու բերումով չեմ գրծած
իմ համալսարանական ուսումս իր ավարտին հասցնել, որովհետև 2013 թվականին կնշանակվի իմ կաթողիկոսական փոխանորդ Հարաբական Միացյալ Էմիրությունից եւ Կատարի հայոց թեմի։ 1995-ին Քարեքին կաթողիկոս, որ իդ կեն վերադառնա ամենայն հայոց կաթողիկոս, իր մեկ այցելություններուն տածքին 93 թվականին, երբ կտեսնվի կառավարիչին հետ, ժողովրդի եւ հայ համայնքի բահանջքին ընտարաճելով գտիմե կառավարիչին հողաշերտ ունենալու համար։ Եվ բարեբախտաբար այդ հողաշերտը գրծան ունենալ շարժայի մեջ 95 թվականին եւ ամիջապես վեհապար հայրապետին կողմէ եկեղեցաշինության հանձնախումբ մը կնշանակվի եւ մոտավորապես 3 տարիներով աշխատանքեն հետ արդեն իսկ կտեսնեք այս եկեղեցին նաեւ համալիրը իր ամբողջական շինարարական աշխատանքի ավարտին հասնելով 1998 նոյեմբեր ամսվան տածքին ցերամ նորին Սուրբ Օզություն դերդերարամ առաջին կաթողիկոսին գոծվի եւ բացումը դեղի ունենա ասկային Օհաննեսյան միօրյա վարժարանին։ Վարժարանը այս անգամ հadouk անվանում ունենալով անշուշտ բարերարին գոմե հաստատված գումարի նվիրատվության իբրև հետևանք վարժարան իր անունով կգոչվի եւ նախաբես արդեն գոյություն ունեցող մեր միօրյա ասկային վարժարանը կփոխադրվի համալիրեն ներս գործող շենքեն ներս եւ հիմնականորեն ավելի ծրագրավորված, ավելի բծախնդիր աշխատանք մգսկսի եկեղեցու ոցման արիտով հուշամեդալը առաջացած էր, որ անցնող 24 տարիներուն ընթացքին ընդհանրապես այդ հուշամեդալը դրված է այն անձերուն, որոնք Հայաստանեն եւ Սփյուռքի մեջ թերագադարություն ունեցած են ընլա քաղաքական, ընլա գրոնական կամ մշակութային մարզերեն ներս, որպես հիշատակի նվեր գգրե մեր եկեղեցու հադագակիցը եւ հիշատակ է, որովհետեւ վրան օծման թվականը գա, այսօր արդեն եկեղեցին 24 տարեկան է եւ այդ մեդալեն դժբախտաբար չէ մնացած, բայց եւ այնպես անոնք, որոնք ունեցած են պատմության համար օրը որպես վկայություն այդ մեկը գրնան ցուցադրել իրենց տորնիկներուն կամ նաև իրենց գաղութներուն ներս։ 98 թվականին, երբ Արամ առաջին կաթողիկոս գայցել է շրջանը եւ օծումը կգադարե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շարժայի մեջ, նաև արարքը կունենա օրին տեսնվելու նախ երկրի նախագահին հետ, Շեյխ Զայեդին հետ եւ միևնույն ժամանակ հող կբանջի Աբուդաբիին համար, Աբուդաբի հայ համայնքին համար եւ ավելի ուշ այդ հողը կդրամադրվի նաև եւ 2012 թվականին մինչեւ 2014 թվականը նաև Աբուդաբիի մեջ կգառուցվի ավելի մեծ դաջարմը իր համալիրով եւ որովհետեւ 2014 թվականի ավարտին կգտնվեինք վեհապար հայրապետի բարձր դնորոշությամբ նկատի ունենալով հայոց ցեղասպանության 100-ամյակը այդ եկեղեցին գոչվի Սրբոց նահատակած եկեղեցի ի հիշատակ մեր 1.5 միլիոն զոհված նահատակներուն ասկային առաջնորդարանը կհաստատվի հոն եւ միևնույն ադեն նաեւ ինչպես է սիկիչ առաջ շարժայի բարակային նույնպես ալ ասկային միօրյա վարժարանը իր հadouk շենքը կունենա եւ կանվանվի Արախանոյան ասկային միօրյա վարժարան գրգին բարերարին անունով եւ մինչեւ օրս եկեղեցին ասկային առաջնորդարան եւ վարժարանը կգործեն հոն միևնույն գերբով զուգահեռապար այս երկու շրջանները ներս գտնվող հայ գաղութները իրենց վերելքի դարիները սկսած են ապրիլ զուգահեռապար նաեւ ունենք այլ սահմանամերձ երկիրը որ կգոչվի Կատար նաեւ հոն ավելի ուշ գաղութը զարգացած է մինչեւ օրս գաղութեն ներս այցելությամբ առաջնորդ սրբազան օրգոմե կամ այլ հոգեվորականներով գոմե դարվան տածքին բادرակներ դեղի ունենան գրգին ասկային վարժարանը գոյություննի սակայն դժբախտաբար մինչև օրս չգրցանք հողաշերտ ունենալ որբեսի գարնանք մեր համալիրը եկեղեցին եւ ասկային վարժարանը հիմնել սակայն այդ բոլոր աշխատանքները իրենց ընթացքի մեջ են եւ հոգեվոր ու ասկային տաստրագությունը գճամփովի մեր զավակներուն եւ ժողովրդի մեր թեմի տարածաշրջանին ներս
Մինչև 2013 թվական թեմը գողովանավորվի եւ գարակշնորթվի Քուվեյթի եւ Ձոցի հայոց թեմի գողմե 2013 թվականին նախապատրաստական աշխատանքներով համար թեմի հիմնական մեկ միավոր երկու միավորներով փոխանցելու կամ փոխադարձնելու առիթով կնշանակվին որպես կաթողիկոսական փոխանորդ եւ 2013 թվականի մարտին արդեն իսկ 9 տարիներս ամբողջացնելով այսօր այս տարի կնշանակվին կաթողիկոսական փոխանորդ եւ 2 տարվա ժամանակվա ընթացքին մեր ազգային իշխանության կողքին կպատրաստենք թեմը որբեսի իր մեկ միավորության ընթացքեն երկու միավորի փոխվի եւ ունենանք Ձոցի շրջանի մեջ երկու թեմեր եւ 2015 թվականին վեհապար հայրաբեդի սրբադար գոնտագով մեկ թեմը կփոխարինվի երկու թեմով եւ Քուվեյթի եւ շրջագայից թեմը կունենանք եւ կունենանք Արաբական Միացյալ Էմիրության եւ Կատարի ու շրջագայից թեմը ամբողջ Ձոցի երկիրներու հայահոց թիվը նկատի ունենալով անհրաժեշտությունը կսկացվի որ մեկ առաջնորդրանի գոմե ամբողջ հայացքի գարիկները կոհացնելու աշխատանքը բնականաբար դժվար պիտի լայդեվապար երկու թեմի բաժնելը ավելի բարենպաստ ընթացք պիտի ստեղծելով գունենանք երկու թեմեր դարաշրջանին ներս գանցնինք իմ արդեն թեմի երկրորդ հանգրվանին պատմականորեն մեր դարաշրջանին ներս աշխատանք կտանենք առաջին հերթին վերադեսության ենթարկելով ազգային կառույցներ եւ անգամ եւս ազգային սահմանադրության եւ մեր թեմի գաղութության հիմքերուն վրա ուժեղ կառույցներ կստեղծենք որբեսի կարենանք 3 շրջանները մեր քաղաքներուն առավել որ 4-րդ աշխատանքի մեջ է նաեւ կարենանք մեր ազգային սահմանադրության սկզբունքներով եւ հիմքին վրա ուժեղ կառույցում ունենալ որբեսի մեր աշխատանքը շարունակենք եկեղեցվո առաքելությունը առաջին օրեն մինչև օրս եղած է հայապահպանություն եւ քրիստոնեական դաստիարակությունը ճամփել մեր ժողովրդին առանց հավատքի ամրապնդման բնականաբար այս դարաշրջանեն ներս ապրելով պետք է որ մեր մարդահրավերները մտահոգությունները եւս ունենանք սակայն նախքան անոնց անցնելը ավելի կան 40 տարիներով վրա պատմություն ունեցող երկարող պատմություն ունեցող այս համայնքներով կամ քաղաքներեն ներս հիմնական աշխատանքը հայությունը բրգել ցուլում է եւ գրնանք ասել որ գրծած ենք հաջողությամբ այդ մեկը իրակորձել մինչև օրս Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին առաջին եկեղեցին չէր որ կպատվի եւ առաջին հողատարածքը չէր որ կդրվի գարավարիչին գոմե քրիստոնյա համայնքի համար սակայն առաջին եկեղեցին եղած է որ եկեղեցական եւ մեր բարակային հայկական եկեղեցական ջարդարաբեդությամբ կբարձանա շարժայի հողերուն վրա անորամար իր տեսակի մեջ առաջինն է եկեղեցին որպես կմպետավոր իր այս շքեղ գարույցին մեջ սպիրկի համար ինչպես մեր քաղաքին համար կարևոր գրվաններեն մին է հայության Հայաստանը Հայաստանի մեջ հայ ըլլալը ամենօրյա բայկար չէ բայց սպիրկի մեջ ամենօրյա բայկար է Հայաստանի մեջ հայկական հողի վրա ապրելը հեշտ է սակայն օդար երկիրներում մեջ առանց հայկական հողի ապրելը դժվար է մեր հոգիները մեր սրտերը մեր հայացքը ուղղված է դեպի հայրենիք եւ հայրենիքեն ուժ առնելով սնունդ առնելով մենք կփորձենք ամեն իմաստով այդ զգացումները այդ ապրումները այդ կապվածությունը դաստիարակել մեր գալիք սերունդներուն սակայն մեր սպասումն է որ հայրենիքը այդ հուսատրող լուսավորող
առաջնորդող դերակատարություն ունենա Սփյուռքի կյանքերս, որբեսի մնայուն գերբով, ինչպես կաղոտենք դեպի երկինք նայենք, որբեսի մեր հոգևոր ծարավը ակեցնենք, նաև երբ ասկային այդ չերմություն ուզենք ստանալ, դեպի հայրենիք նայենք եւ կոհացնենք մեր ասկային չերմությունը, հակեցնենք մեր ասկային չերմությունը։